Ընկերներ, երբեք այնպիսի մեկը մի եղեք, ու մարդիկ ասեն բաներ, որոնք հիասթափեցնող են, բայց նաև ճշմարիտ, մեկը ով սխալ բաներ է գործում։ Իսրայելացիները, երբ անապատում էին եւ հետևում էին Աստծուն, Աստծո հրաշքներին ականատես էին լինում ամեն առավոտ, հացը, մանանան, անձրևի պես թափվում էր երկնքից, նրանք պաշտպանված էին Աստծո կողմից։ Օրվա ընթացքում շատ շոկ էր, ուստի Աստված ամպ էր բերում, որը թույլ չէր տալիս ճառագայթները անցնեն, եւ անապատում քամին փչում էր ինչպես օդորակիչ։ Գիշերը նրանք ցրտից չէին տանջվում, որովհետեւ Աստված կրակի սյուն էր դրել երկնքից։ Կրակ, եւ նրանք լավ ու տաք էին զգում։ Բայց եկեք նայենք, թե ինչ էր գրված այդ մասին Սաղմոս 106:35-ում. այլ խառնվեցան հեթանոսների հետ եւ սովորեցին նրանց գործերը։ Նրանք սխալ բաներ էին անում։ Մի արեք այդպես։ Տեր Աստծուն նվիրվեք։ Եկեք դիտենք այս վկայությունը։ Ես ոտքերի ու ծնկների ցավ ունեի։ Ինչպես էիք քայլում։ Ահա այսպես, տեսեք։ Այդպես։ Կար ժամանակ, որ նույնիսկ ընկնում էի։ Այժմ նորմալ քայլ է քույրս։ Հիմա հիանալի եմ քայլում։ Կարող եմ նորմալ քայլել։ Ինչ գեղեցիկ է, բարեկամներս։ Աղոթենք Հայր Հիսուսի անունով, ես աղոթում եմ այս կյանքերի համար եւ խնդրում քեզ դիպչել նրանց, Տեր, ես օրհնում եմ նրանց Հիսուսի անունով, ամեն, ձեզ բարի օր։